քննարկում եւ ուշադրության կենտրոնում Փաշինյանը պետք է մեկնի Թուրքիա, այնտեղ հանդիպում Էրդողանի հետ սպասվում, օրակարգը, ինչ օրակարգը արդեն Ես կարծում եմ, որ վարչապետի այցերի եւ դրանց օրակարգի վերաբերյալ մեկնաբանությունները ճիշտ կլինի, որ վարչապետի աշխատակազմը տա եւ ես այս պահին որևէ լրացուցիչ տեղեկատվություն այդ մասով։ Բայց տեղեկություններ կան ի վերջո գնալու է թե ոչ։ Ես նորից եմ ասում, այցերի վերաբերյալ տեղեկությունները պետք է տա վարչապետի աշխատակազմի որևէ բան։ Ես այլ հարց եմ տալիս, որպես իշխանական թիմի ներկայացուցիչ, գիտեք նման ինֆորմացիա թե չէ, ես շատ լավ գիտեմ ով է այցերի պատասխանեցի ձեր հարցին։ Չեն ասում ձեզ, ներողություն չեմ վերցրել թեման, այսինքն ԿՊ-ի ներսում, որ արտաքին ոլորտի հետ կապված հարցեր են քննարկվում, ձեզ չեն ասում։ Ինձ շատ տարբեր բաներ են ասում, բայց այնքանով որքանով որ ես պատասխանեցի բավարարվեք այդքանով համեց։ Պարոն Խանդանյան, անվտանգության խորհրդից այն կողմ, այս օրերին նաև մտահոգություններ են հնչում, որ այս հակամարտությունը կարող է նաև Ադրբեջանի Հայաստանի նկատմամբ որոշակի վտանգներ պարունակող գործողությունների մղել Ադրբեջանին։ Հայաստանը այս առումով անհանգստություն ունի, մտահոգություններ կան, որ Ադրբեջանը կարող է այս իրավիճակից օգտվել եւ իր պատկերացրած այդ ճանապարհի հարցը լուծել։ Գիտեք, բնականաբար ցանկացած լարում տարածաշրջանում, հատկապես այսքան մոտ տարածաշրջանում, ի վերջո Հայաստանի սահմանակից հարևան երկրում են, բնականաբար առաջացնում են մտահոգություններ, որ կարող է ընդհանուր առմամբ անվտանգային իրավիճակը լարվի տարածաշրջանում։ Բայց ինչ վերաբերվում է Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման, ես պետք է շարունակեմ պնդել, որ Ադրբեջանը չունի հիմնավոր պատճառ եւ լեգիտիմություն Հայաստանի վրա որևէ կերպ ագրեսիա սկսելու համար, ուստի անվտանգային միջավայրը բոլորովին տարբեր էր 2022-ին եւ 2025 թվականին եւ բացի այդ հիշեցնեմ, որ Հայաստան եւ Ադրբեջանը ունեն պատրաստի խաղաղության պայմանագրի տեքստ, որը Հայաստանը պատրաստ է ստորագրել այսօր։ Բայց Ադրբեջանը պատրաստ է։ Դե Ադրբեջանի դիրքորոշման մասին գիտեք եւ Հայաստանը աշխատում է եւ շարունակում է բանակցությունները եւ քննարկումները խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավորինս մոտեցնելու համար։ Այսինքն ռազմական գործողությունների հավանականությունն է փուլում, եթե պատերազմը այն թվում շարունակվում է, չկա, ոնց է մատվում դրա հավանականությունը։ Ես նման գնահատական չեմ կարող տալ, բայց կարող եմ նորից կրկնել, որ նման ագրեսիայի որևէ առիթ պատճառ լեգիտիմ։ Պարոն Խանդանյան, հավելում ընդհանրեն օրեր առաջ այս լարվածության ֆոնին Ադրբեջանի նախագահի օգնականը կրկին հիշեցնում էր Հայաստանին, ասում է մենք շարունակում ենք հստակ ակնկալիքներ ունենալ Զանգեզուրի Միջանցքի մասով, այս ֆոնին լարվածության։ Դուք գիտեք, որ տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանը ունի իր հստակ պատկերացումը, մեծ հաշվով դա խաղաղության խաչմերուկ նախագիծն է եւ նաեւ Հայաստանը հստակ առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին, Ադրբեջանից Ադրբեջան, այսինքն Ադրբեջանից Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան եւ Հայաստանից Հայաստան, այսինքն Հայաստանի կենտրոնական շրջաններից դեպի Մեղրի Նախիջևանի տարածքով անցման իր պատկերացումը, այդ պատկերացման եւ այդ առաջարկի դետալները վարչապետ Փաշինյանը ներկայացրել է նաեւ վերջերս Երևանյան երկխոսության իր ելույթի ընթացքում ավելի տեխնիկական դետալները եւ այս առաջարկի հետ կապված Ադրբեջանը մինչեւ օրս պաշտոնական արձագանք չի տվել։ Ես կարծում եմ, որ այս առաջարկը չափազանց լավ առաջարկ է եւ այս առաջարկը կլուծի ճանապարհների եւ կոմունիկացիաների բացման խնդիրը եւ դրանից կշահեն Հայաստանը, Ադրբեջանը եւ ընդհանրապես տարածաշրջանը։ Պարոն Խանդանյան, այս Իրան-Իսրայել ֆոնին տեղեկություններ չկան արդյոք Հայաստանի անվտանգության խորհուրդը նիստ գումարել է թե արդեն պատասխան։ Ներողություն, ժողովուրդ ջան։ Հայաստանի կառավարություն եւ անվտանգության խորհուրդը պարբերաբար տարբեր ֆորմատներով քննարկումներ են ունենում եւ քննարկում են նաեւ տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր։ Դուք հայ առաքելական այդ հնարավոր լարվածությունից բխող ռիսկերի ուղղությամբ աշխատանքները, այսինքն Հայաստանում գնահատվում են, Հայաստանում կան ինստիտուտներ, որոնք շատ կոնկրետ ուսումնասիրում են իրավիճակը եւ գնահատում են ռիսկերը բնականաբար։ Այսինքն հայեր արվում են Հայաստանին հնարավոր վտանգները։ Բնականաբար։ Այսինքն անընդհատ տարվում է աշխատանք, ուսումնասիրվում է իրավիճակը, տրվում են գնահատականներ եւ հնարավոր հակազդման քայլերը։ Բայց այս պահին ես
Ես այդպիսի ռիսկ այս պահին չեմ կանխատեսում, չեմ կարող որևէ ռիսկի մասին խոսել։ Պարոն Ղազարյան, այս թեմայի վերաբերյալ մեկ հարց ու արդեն որ գործընկերներից իրենց հարցերին, իսկ քննարկել են արդյոք իշխանությունները անհրաժեշտության դեպքում, քանի որ թե Իրանում, թե Իսրայելում մեծ համայնք ունենք հայերի, ինչ ծրագիր կա անհրաժեշտության դեպքում տարհանման նրանց։ Ես այս պահին չունեմ նման տեղեկատվություն եւ կարծում եմ, եթե նման խնդիր առաջանա, արդեն ցավոք սրտի մենք ունենք այդ փորձառությունը, հա, տարբեր պատերազմական գոտիներում գտնվող մեր հայրենակիցներին, օրինակ Սիրիայում օգնություն տրամադրելու կամ որևէ կերպ նրանց խնդիրները լուծելու ու այս պահին նման ահազանգ չկա, բայց եթե լինի արդեն Հայաստանի անպատասխան ինստիտուտները, գերատեսչությունները կարծես լավ հասկացանք, ես էլ պիտի Բաքվում հայրենակիցների մասով, որ մնացել են օդանավականում իրենց։ Այդ խնդիրը, եթե չեմ սխալվում, լուծվել է, դա ժամերի խնդիր է։ Ունեցեք ժողովուրդ։ Լավ, հասկացանք, հարցը։ Համեցեք, փայլակ։ Դուք հայ առաքելական եկեղեցու հետևորդ եք, չէ՞։ Ես մկրտված եմ հայ առաքելական եկեղեցում եւ առնվազն ինստիտուցիոնալ առումով հետ համարվում եմ հայ առաքելական եկեղեցու։ Եվ ինչպես եք վերաբերում այս օրերին եկեղեցի իշխանություն վեճին, հա, այսպես ասեմ, տեղի ունեցող զարգացումներին։ Ես կարծում եմ եկեղեցի իշխանություն վեճը չի սկսվել այս օրերին, այդ վեճը սկսվել է բավականին վաղուց։ Օրինակ, եւ եթե ձեզ թվում է ես պիտի խոսեմ Բաքրատ Գալստանյանի սկսաշարժման մասին, ոչ, դրանից էլ ավելի վաղ է սկսվել եկեղեցու սկսած հակամարտությունը պետության դեմ։ Ես շատ լավ հիշում եմ, օրինակ 2022 թվական, եթե չեմ սխալվում, երբ որ նախագահ Վահագն Խաչատուրյանի երթմնակալության արարողություններ եւ քաղաքական իշխանությունը ներկա չէր այդ ազգային ժողովի հատուկ նիստին, բայց ներկա էր ամենայն հայոց կաթողիկոսը եւ ես դες առաջարկում եմ գնալ եւ լսել ամենայն հայոց կաթողիկոսի ելույթը, դա ընդդիմադիր քաղաքական գործչի ելույթ էր եւ ակնհայտ էր, որ եկեղեցին առնվազն քաղաքական իշխանության, բայց ես նաև կպնդեմ, որ պետության դեմ բավականին վաղուց պայքար է սկսել։ Պետք է քննադատի պետությանը, պարոն Խանդայյան, պետք է խոսի եկեղեցին երկրի այնպիսի խնդիրների մասին, ինչպիսին օրինակ ժամանակ Արցախի հարցակար եւ այլ անվտանգային ու մարտահրավերներ մարմնավորող։ Բնականաբար Հայաստանում ուզում եք լողություն պահպանել։ Չէ, բնավ ոչ, բայց նաև եկեղեցին պետք է մնա իր լիազորությունների, իրավունքների, խնդիրների շրջանակներում եւ ակնհայտ է, որ այդ շրջանակներից դուրս է եկել եւ սկսել է քաղաքական ես ասում եմ իրենց հայտարարություններով դրանք քաղաքական պայքար են սկսել, այսինքն կուսակցական գործունեություն են սկսել ավելի Որ կուսակցության հետ եք ասոցիացնում։ Ես կուսակցություն նկատի չունեմ որևէ կուսակցության նկատի ունեմ ընդդիմադիր քաղաքական գործունեությամբ զբաղվել կուսակրոնության հարցն եք բերել օրակարգ։ Մենք բերել ենք օրակարգ հարց, որ յուրաքանչյուր ինստիտուտ, որը կա Հայաստանում, պետք է լինի իր լիազորությունների սահմաններում եւ նաեւ այնպիսի ինստիտուտներ, որոնք առնչվում են բազմաթիվ Հայաստանի քաղաքացիների հետ, այդ թվում հայ առաքելական եկեղեցին, պետք է իր ուրեմն կանոնադրությանը իր այլ կանոններին հետևի եւ ակնհայտ է, որ եկեղեցին չի հետևում այդ կանոններին։ Օրինակ հասարակական կաթողիկոսը պետք է պետությունը չի միջամտում։ Պետությունը եւ քաղաքական իշխանությունը Հայաստանի ցանկանում է որպես որը հոգ է տանում հայ առաքելական եկեղեցու հետևորդների համար ցանկանում է որ հայ առաքելական եկեղեցին լինի որպես հոգևոր կառույց պետք է լինի ուժեղ եւ մեր նպատակը ուժեղացումն է ուժեղացնելը ես կարծում եմ որ կաթողիկոսը չի ըստ էության ձեզ հայտնի տեղեկությունների բերումով խախտել է եկեղեցու կաթողիկոս լինելի մամուլի տեղեկության մասին եք խոսում կասեք ես կառաջարկում եմ այն հարցերը որոնք հնչում են չէ ներողություն դուք ասեցիք ձեզ հայտնի տեղեկությունները դուք հիմա երրորդ հարցը տվեցիք ես չգիտեմ ձեր երրորդ 3 հարցերից որը մեկին պատասխանեմ հիմա թույլ տվեք ես կպատասխանեմ այն հարցին որին ուզում եմ ես առաջարկում եմ
որպես քանի որ կան հարցեր, որ հարց են չէ, հանրային հարց է հնչել, որ Այսինքն իմ հարցին չի խուսափեցիք, նո չեմ մնա։ Ոչ մի հարցի չեմ խուսափել, որևէ հարցի չեմ պատասխանել, Նարեկ։ Ինչու՞ է։ Որովհետև ընդհատում եք ինձ։ Այսինքն եթե ճեպազրույցի ընթացքում հարց են տալիս, դուք պետք է հունից դուրս գաք։ Սա նոր գործ է լավ ոչ է։ Երբ որ ավարտեք ձեր խոսքը, ես կսկսեմ պատասխանը եւ դուք մինչև վերջ պետք է լսեք։ Ես լսել եմ ձեր պատասխանը, բայց նաև հարցը։ Հիմա ես կարող եմ պատասխանել, չընդհատեք։ Իսկ դուք չկարողանաք։ Ես ուրեմն եկեղեցու ամենայն հայոց կաթողիկոսի կուսակրոնության ուխտի խախտման վերաբերյալ հնչել է հանրային հարցադրում։ Այդ հարցադրմանը եկեղեցին մինչև այս պահը չի պատասխանել եւ ես շարունակում եմ այդ հարցադրումը արդյոք ամենայն հայոց կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը եւ ես ակնկալում եմ եկեղեցուց պատասխան եւ ես նաեւ ձեզ բառաչարկում որպես հարցեր տալու ամենալեգիտիմ ինստիտուտ մամուլ, 4-րդ իշխանություն, այդ հարցը դուք եւս ուղեք եկեղեցուն եւ եթե պատասխան եւ եթե ունենաք պատասխան եկեղեցուց, այդ ժամանակ արդեն կքննարկենք մնացածը։ Պարոն Խանդանյան, ներողություն։ Օրինակ նշում են հանրությունն էլ, հա, դա ակնհայտ է փաստերն են դրա խոսում, որ այդ հարցը իշխանությանը սկսեց մտահոգել մայն այն բանից հետո, երբ կաթողիկոսը խոսեց Շվեյցարիայում արցախցիների մասին եւ Փաշազադեի հայտարարությունը եղավ դժգոհություններ կաթողիկոսի։ Ես խնդրում եմ էլի այդ մանիպուլատիվ բաները, թե չէ կաթողիկոսը բան երեք է սկսել արցախահայերի մասին խոսել կամ այդ հայտարարությունները երեկվանից են։ Ես նորից եմ կրկնում, վերջին մի քանի տարիների ընթացքում հայ առաքելական եկեղեցու որոշ շրջանակներ կաթողիկոսի գլխավորությամբ զբաղվում են ընդդիմադիր քաղաքական գործունեությամբ։ Եվ այդ ընդդիմադիր բնավ խնդրեմ չի Հայաստանում ընդդիմադիր քաղաքական գործունեությամբ զբաղվելը, բայց երբ որ դու քեզ հռչակում ես կրոնական կազմակերպություն եւ որը ամենամեծ կրոնական կազմակերպություն, որը հատուկ կարգավիճակ ունի Հայաստանի Հանրապետությունում, ապա դու պետք է հետևես այն կանոններին, որոնց որդեգրել ես։ Պարոն Խանդանյան, եւ եթե ինքը եկեղեցականները այդ թվում դրսում լայն աջակցություն ունեն, նկատի ունեմ հոգեվորականությունը, թե Հայաստանում, թե դրսում աջակցում են կաթողիկոսին, այդ ինչպես եք պատրաստվում այդ ամենը շրջանցելով հեռարձնել։ Ես կարծում եմ, որ հանրությունը եւս շատ հստակ դիրքորոշումներ ունի եկեղեցու որոշ սպասավորների, այդ թվում կաթողիկոսի վերաբերյալ, եւ ես այդ հստակ դիրքորոշումը եւ վերաբերմունքը լայն աջակցություն չէի անվանի։ Անցկացրել եք այդ լայն շրջանակ։ Ես որ մենք որպես քաղաքական գործիչներ շփվում ենք եւ դուք էլ եք շփվում մարդկանցից եւ Կովկասյան բարոմետրը այլ բան էր ասում, պարոն Խանդանյան, Կովկասյան բարոմետրի հարցումները լրիվ այլ բան են։ Սոցիոլոգիայի մեթոդոլոգիայի մեջ չմտնենք էլի դուք շփվեք դուք ձեր շրջապատի բանի հետ որ շփվում եք դες լայն աջակցություն է բարում Հայաստան եթե լայն աջակցություն վայելեին անցած տարվա այդ այսպես կոչված սրբազան շարժում այլ բան կունենա որը լայնորեն աջակցություն էր վայելում եկեղեցու կողմից։ Հետ քայլ ինչով է պայմանավոր հարցն տալիս վարչապետի հետ քայլ ինչով է պայման։ Նախ այս որ ստատուսներ չի գրում կարելի է դա համարել հետ քայլ թե ոչ Շատ կարևոր հարցեր է տալիս պարոն Կիրակոսյանը, խնդրում եմ թույլ տվեք, որ հարցը արդեն 3 անգամ հնչել է։ Ես դա հետ քայլ չեմ անվանում, հարցը շարունակում է մնալ կարևոր եւ մենք շարունակենք այս թեմայով քննարկումները, բայց կրկնում եմ, որ եկեղեցուց ակնկալում ենք հանրային հնչեցված հարցադրմանը պատասխան։ Իսկ ինչու գրառումներ չի անում, ներողություն, իսկ ինչու գրառումներ չի անում այլևս Նիկոլ Փաշինյանը։ Ես կարծում եմ այդ հարցին ոնց պատասխանեմ, երբ որ նպատակահարմար է գտնում, անում է գրառումներ, երբ որ նպատակահարմար չի գտնում, չի անում գրառումներ եւ հաջորդ անգամ վարչապետի հետ հնարավորության դեպքում կտակ այդ հարցը։ Մեկ բան էլ հստակեցնեմ, դուք որ նշեցիք ձեզ արդեն իսկ հայտնի տեղեկությունները, ինչ նկատի Ես ասեցի հանրայնորեն։ Չնեղություն, դուք ասեցիք ձեզ արդեն իսկ հայտնի եւ դրա ես այդպեսի բան չեմ ասել, ես չեմ ասել ինձ հայտնի տեղեկությունները։ Ասեցիք ձեզ արդեն իսկ
մեզ նկատի ունենալով ասեցիք։ Այո, որովհետև կան օդում կախված տեղեկություններ այն մասին, որ կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը, եւ խնդրում եմ չժխտեք, որ կան այդպիսի տեղեկատվություններ եւ դուք գիտեք այդ տեղեկատվությունները։ Ճիշտ է, մամուլում կա, բայց դրանք հավաստի եք դուք։ Իշխանության ներկայացնես միայն ընդհանրապես ձեռքբերումներից մի քանիսն ընդհանրապես այս տեսակետը կիսում։ Սա արդյոք չի վկայում եկեղեցու վերաբերյալ, եթե հետևենք ընդհանրապես մի քանիսն են, որ Նիկոլ Փաշինյանի գրառումները կիսվում են, աջակցում են։ Սա արդյոք ներսում էլ էս մասով տարածայնություն չկա տարածայնությունը դարձում։ Ես կարծում եմ ցուցիչ չէ։ Ես կարծում եմ, որ դա կարևոր հարց է։ Գիտեք, Հայաստանում տարիներ շարունակ եղել են տաբուացված թեմաներ։ Այս թեման եւս եղել է տաբու։ Եկեք խոստովանենք, որ մենք բոլորս միշտ մտածել ենք այս մասին, միշտ բասի։ Ես նորից եմ կրկնում, հայ առաքելական եկեղեցին ունի հազարավոր հետևորդներ, ու այդ հազարավոր հետևորդները Հայաստանի քաղաքացիներ են, ու այդ Հայաստանի քաղաքացիները իրավունք չունեն խաբված լինելու։ Իսկ եկեղեցին ինչպես կարող է միջամտել քաղաքացիների ընտրությանը, կյանքին եւ այլն։ Այդ փաստը նոր հայտնի դարձավ, հիշում եմ 18-ին։ Եկեղեցին բացարձակ իշխանություն չունի, ներողություն Հայաստանում։ Պարոն Ֆանտանյան, լավ, ենթադրենք նման խնդիր կա, բայց այդ փաստը իշխանությունների ով կարող է տեսակետ արտահայտել։ Ցանկացած մարդ Հայաստանում կարող է տեսակետ արտահայտել, դուք դա շատ լավ գիտեք, որովհետև դուք ձեր զրուցակիցները հատկապես արտահայտում են ամենածայրահեղ տեսակետները մեր երկրում։ Հոգևորական Փաշինյանը կաթողիկոսի հետ նկար էր հրապարակում, ասում էր սա բացառիկ է, հանդիպում էր Միրոնովնեքին, հիմա այս հարցը նոր, լուծեց։ Նիկոլ Փաշինյանը վարչապետի հետ կաթողիկոսի լուսանկար էր հրապարակում, ասում էր սա բացառիկ դեպք է, մասնակցում էր միջոցառումներին։ Հիմա այսքան այս խնդիրը նոր սկսեց հուզել, եթե իսկապես նման խնդիր կա, նոր իշխանությունները։ Դե բնականաբար հանգամանքներ են ի հայտ եկել եւ նաեւ այդ հարցադրումը, որը արվել է կաթողիկոսի վերաբերյալ, դրանք հանգամանքների բերումով են ի հայտ եկել եւ երբ որ նոր հանգամանքներ են Երևան գալիս, ապա նորից այն տեղեկությունները, որոնք պատտվում են օդում։ Ես կարծում եմ մենք արդեն Ես մեկ այլ թեմայով հարց ունեմ, պարոն Խանդանյան, վարչապետի աշխատակազմը, որ Նիկոլ Փաշինյանի մասնակցության դրվագով ֆինանսավորում է, կրթվել է նորաձև շարժմանը, գաղտնի է պահում, թե որքան է ֆինանսավորում։ Դուք սա արդյոք որպես ժողովրդավար տեղեկատվությանը չեմ տիրապետում, հիմա ձեր առասպնդումի հիման վրա չեմ ուզի պատասխան տալ։ Ուսումնասիրեմ, թե գրավոր հարցում եք կներեք, գրավոր հարցում եմ ուղարկել, ասել եմ ինչքան է կա տրամադրում այդ միջոցառմանը, որին Նիկոլ Փաշինյանը մասնակցում է, ասում են, որ դա համարվում է պետական գաղտնիք։ Սա խնդրահարույց համարում եք, թե ոչ։ Ես կարող եմ ենթադրություն անել, որ այդ ծախսերը միմիայն կապված են այն ծախսերի հետ, որոնք օրինակ անվտանգությանն են վերաբերվում, օրինակ պետական պահպանության ծառայության հետ կապված ծախսեր, որը օբյեկտիվորեն պետք է հաշվի առնելով, որ վարչապետն է մասնակցում այդ միջոցառումներին, պետք է արվեն, գուցե դրա բերումով, բայց ավելին չեմ կարող ասել, որտեղ թեմային չեմ տիրապետում։ Ես ճիշտն ասած չգիտեմ, դա ինչ միջոցներով է արվում եւ արդյոք կառավարության Ես ձեզ խորհուրդ կտամ հետևել հարցմանը եւ շարունակել ուսումնասիրությունը, ես էլ իմ կողմից կշարունակեմ ուսումնասիրությունը։ Համարում այս փուլում Անկարա մեկնելը հաշվի առնելով, որ Իրանից հայտարարություններ են հնչում Թուրքիայի եւ Պաղեստինի կապի մասին, ամեն դեպքում չի երկվել, որ հայտարարությունները պաշտոնական Թեհրանից այդպիսի ամեն դեպքում իրենց ստանում տեղեկատվություն կա, որ Թուրքիային կապում են Իսրայելի հետ, այսինքն այս ամեն ինչը նաև թուրքական հետք են տեսնում։ Մերձավոր արևելյան աշխարհաքաղաքականությունը լրիվ խառնեցին։ Թուրքիան աջակցում է Պաղեստինին, Թուրքիան քննադատել է, դատապարտել է Իսրայելի գործողությունները, վերջին գործողությունները եւ նաեւ գործողությունները Գազայում, Իրանը եւս գիտեք, որ դատապարտում է Իսրայելի գործողությունները, ոչ միայն դատապարտում է, այլ նաև շատ։ Ես ճիշտ ասած, այդ հարցին ամենասկզբում ենք ճեպազրույցի անդրադարձել, այդ մասով որևէ մեկնաբանություն անել չեմ կարող։ Ինչ որ փուլում տարօրինակ կերպով գրակոչները ադրբեջանական դադարեցին, սա իհարկե շատ լավ է, բայց ուզում եի հասկանալ ինչու ձեր գնահատման պատճառները, ինչ են որևէ պայմանավորվածություն կա դրա արդյունք է։ Շատ լավ է, որ դադարել է, բայց պատճառները պետք է հասկանալ։
ես չեմ կարող ադրբեջանական կողմի մոտիվները փաստարկել, բայց նաև գիտեք, որ մենք բազմիցս Հայաստանի կառավարությունը ասել է, որ այդ կրակոցների հետ կապված նաև այն մեղադրանքների թե իբր Հայաստանն է կրակում, ինչը միշտ իրականությանը չի համապատասխանում, պետք է համատեղ մեխանիզմ ստեղծվի քննության եւ այս առաջարկը շարունակում է մնալ արդիական։ Իսկ թե ձեր հարցին պատասխան, ես այդ մոտիվները չեմ ցանկանա, չեմ կարող փաստարկել։ Չէ, բայց կա անընդհատ կոմունիկացիա եւ դիվանագիտական խողովակներով աշխատանք, որ պետք է վերջ տալ հակամարտությանը եւ հակամարտությունից բխող բոլոր նեգատիվ հանգամանքներում, այդ թվում եւ փոխհրաձգություններին այս պահին վերջին շրջանում հրձակագրել։ Առաջիկայում որևէ մակարդակով հանդիպում նախատեսվում է հայ-ադրբեջանական։ Այս պահին ես չունեմ որևէ տեղեկատվություն։ Շնորհակալություն։